Առավորվի մեր Տերը Հիսուսն է մեր կյանքը եւ մեր էությունը իրեն լապարկ հալելույա ամեն եւ ամեն ուրախ ենք սիրելի քուրիախբարներ այս արիթին համար որ մենք ունենք կորց արակելոց քիրկը սերդելու եւ հուսամ ոչ թե գսերդենք այլ գաբրինգ այն օրտնությունները որ այդ խոսքը մեզ գսորվեցնե հալելույա կորց արակելոց քիրկը գուզեմ հիշեցնել ցեզ որ վերջագետ չունի վերջացած չէ Կորց արակելոցը գվերջանա, երբ Տեր Հիսուս Քրիստոս գվերաթարնա։ Ասել է, որ այսօր ամբողջ աշխարհը Տեր կորձի մեջ է։ Այն կորձը, որ Սուրբ Հոգին սկսավ, ոչ թե կորձ արակելոց, այլ կորձ Սուրբ Հոգվոց։ Սուրբ Հոգին կորձերն է, որ սկսավ եւ գտեսնենք, թե արաքյալները ինչեր ըրին Սուրբ Հոգիի միջոցով։ Եվ այդ Սուրբ Հոգին վերացած չէ, երկինք չքնացի հետ, այլ Սուրբ Հոգին Տեր այս աշխարհի մեջ է եւ Տեր գկործե Երանի այն հավատացյալին, այն Հիսուս Քրիստոսի աշակերտին, որ ինք Հիսուս Քրիստոսի աշակերտ ըլլալով Սուրբ Հոգիով գշարունակե այն կորձը, որ Տերը խոստացավ, ասելով դուք իմ կորձերս պիտի գադարեք եւ ավելի շատը պիտի գադարեք, մինչեւ ես կամ աշխարհի ծայրերը պիտի երթակ եւ ավետարանը պիտի փոխանցեք, պիտի սորվեցնեք ինչ որ ես ըսիցեզի որբեսի մարդիկ բահեն եւ ապրին եւ պիտի մկրտեք, պիտի ուղարկեք եւ աշակերտներ ընեք աշխարհի 4 կողմը։ Այս կորձը շարունակական է։ Դժբախտաբար կորձը գանկնած է եւ գգաղա այսօր, քանի որ երբ մեկը Տեր Հիսուս Քրիստոսը գտնունի, գուքա եկեղեցի եւ գտարնա եկեղեցի աթորի նստող մարդ։ Ինչ որ այս բոլոր այս աթոր եւ աթոր նստել չգար ամբողջ Սուրբ Գիրքին մեջ եւ այսպես կտեսնենք սիրելի քուրիախբայրներ ինչպես սատանան այո սատանան եկեղեցին խափած է այսօր մարդիկ հավատացյալներ գլան եւ նույնիսկ մենք կփորձենք մարդկանց ապաշխարության բերել բայց ապաշխարության բերելուց հետո մենք կմոռնանք, որ այդ մարդը աշակերտ պիտի լա եւ այդ մարդը ինքն ալ պիտի երթա եւ ավետարան պիտի կարոզե եւ պիտի ապրի եւ հրաշքներ պիտի կատարե եւ այս բոլորը։ Կացեք ասավ իմ անունորս հրաշքներ պիտի կատարեք, տևեր պիտի հանեք։ Օրտնություններ պիտի նեք, բժշկություններ պիտի նեք, մերելներ հարությունարներ պիտի դակ։ Եվ ինչ եղած է հիմա գտեսնենք եկեղեցին մի քանի հոգի գա, մնացածները աթոր գդակցնեն եւ այսպես կշարունակենք մինչև սպասելով իբր թե Հիսուս Քրիստոսի վերադարձը որ կա մեզի երկինք տանի։ Ժողովուրդ Հիսուս պիտի կա ոչ թե մեզի երկինք տանելու համար միայն, այլ պիտի կա իր բդուղները քաղելու համար։ Եվ այդ բդուղները պիտի քաղե ո՞րմե, պիտի քաղե քեզմե, դուն որ ընդուներ ես Տեր Հիսուս Քրիստոսը, դու որ Քրիստոսի աշակերտ կուզես ըլլալ, որովհետեւ Քրիստոսի պես ապրիս այս աշխարհի մեջ, իր սիրով լեցուն, իր կորձերու մեջ եւ իր նպատակներով։ Երանի այսօր մեր սիրելի եկեղեցիներու հավատացյալները եւ առաջնորդները եւ հովիվները եւ փոքրերը եւ միջև մեծերը հասկանային այս կարևոր կետը մենք Տեր կորձ արակելոց քրքին մեջնենք եւ չի վերջանալու այդ քիրքը մինչեւ Տեր Հիսուս Քրիստոս ինք վերադառնա եւ եթե լավ գնայիք պիտի սերդենք որ հասնենք այսօր գլուխ 16-ն է որ պիտի շարունակենք 16-րդ համարեն բայց որ կհասնենք 28-րդ գլուխը կտեսնենք որ վերջավորություն չկա ինչպես կտեսնենք մյուս նամակներուն վերջնական խոսքը, օրտնության խոսքը, բայց կորձ արակելոցը չունի։ Ինչու՞։ Քանի որ շարունակվի եւ պիտի շարունակվի։ Եվ անոր մեջ արդյոք թունգաս, արդյոք ես կամ։ Հալելույա։ Այս է, որ մենք ամեն օր ապաշխարության պետք է գանք, ասելով Տեր ինձ օգնե, որ ես այն բանը, որ իմ մեջ ստրիր այն բանը զարգացնեմ եւ մեծացնեմ։ Չլամ այդ մարդուն նման, որ մեկ կանկար արած, քետնին դագը հողին դագը բահեց եւ երբ որ դերը վերադարձավ, ետ տվավ իրեն։ Աստված գուզե քեզ եւ ինձ կործածել, որ այն ինչ որ դված է մեզ, այդ բարգևները, այդ տաղանդները, այդ միջոցները, որ մենք ունենք եւ բոլորս ունենք, ամենեն ձերեն բռնած միջև ամենեն երդասարտը բոլորս ունենք միջոցներ որ դիրոջ խոսքը ապրենք եւ ապրեցնենք ոչ թե միայն մեր համար այլ ապրեցնենք ոչ թե հավատացյալներուն միայն եկեղեցի մարդկանց մեր սիրած ընկերներուն եւ բարեկամներուն որոնց հետ լավ ժամանակ ունենք լավ կհասկացվենք
Այսօր հավատացյալներ կան, միան հավատացյալներով կշփվին իրենց ընկերներով, իրենց տունը կհրավիրեն իրենց մտերիմները, իրենց հետ բդույթի գերտան իրենց մտերիմներով, եկեղեցին իրենց մտերիմներուն կպարևեն եւ իրենց կողքը կնստին, ինչ, ասինչ է։ Այդ բոլորը լավ է, բայց դու ունես ծրագիր, որ քո միջոցով Տիրոջ օրհնությունները վարվին, երևնան եւ մեծ օրհնություններ փոխանցես ուրիշներուն։ Հալելույա, փառավորվի Տերը։ Ահավասիկ եկան Գործ Առաքելոցի մեջ 16-րդ գլուխ համար 16-ը սկսյալ, հիմա Փիլիպոսի մեջ ենք, Փիլիպեի մեջ ենք եւ Փիլիպեի մեջ նայեցեք ինչ կբադայի։ Օրը երբ մենք աղոթքի գերտայինք, ուրեմն մենք երբ որ գսե Ղուգասը ինք իր մասին գխոսի, Ղուգասը, Շիղան, Բողոսը եւ դարբեր ծառայողներ խումբ էին ասոնք, միասին էին։ Միապանության մեջ էին մի խոսքով, իրենց գլուխով չէին, ինչպես հիմա ինքնագոչ, ամեն մեկը իր հոգիով լեցուն, կարծեք թե մենակ ինքն է, ինքը գիտե, ինք ամեն ինչ գիտե, միապանություն չկա, սուրբ գիրքը ճիշտ հակառակ գսորվեցնե։ Անոր համար երբ որ գտեսնենք մարդիկ, որ ինքնագոչ, իրենք իրենց մով, ոչ հովիվ ունին, ոչ հովանավորության դակ են, ոչ եղբայրներու հնազանդության դակ են, ոչ միապանության դակ են, ոչ ծառայության մեջ են, իրենց գլուխով, իրենք սուրբ ոգին ունին իբր թե եւ իրենց հավատքը գտանին առաջ, իրենց կորձը ավետարանիչներ են, միսիոնարներ են եւ այլն։ Բայց չկա այդպես բան։ Ես միսիոնար չեմ մենակս։ Ես ավետարանիչ չեմ մենակս։ Ես հովիվ չեմ մենակս։ Ես մենակով ոչինչ չեմ։ Դերը ինձ տրած է իր դեղական կամ իր մարմինի մեջ։ Ունիմ եղբայրներ, ունիմ քույրեր, այո հովիվ եմ, բայց ունիմ քույրեր, եղբայրներ, ծրագիրներ, գաղափարներ։ Երբ որ ես սխալ գնեմ, վստահ իմ քույր եղբայրներս կրնան ինձ ասել եղբայր Սարգիս սխալ է ասածդ կամ եւ այլն։ Ինչու, քանի որ մենք նույն ընտանիքի մեջ ենք, նույն խումբին մեջն ենք։ Բայց եթե ես մինագլամ եւ մեկումը չլսեմ եւ ոչ մեկին հետ կորց չունենամ, ինքնագոչ ավետարանի չլամ, ես ով պիտի շտկե ինձ։ Ով պիտի ուղե իմ ճանապարհներս։ Հիմա շատեր գսեն Սուրբ Հոգին, սիրելիներ, տեսել ենք այդ մարդկանց, որ գսեն ես միան Սուրբ Հոգիի ցայնը գլսեմ։ Ժողովուրդ, Սուրբ Հոգին Աստված գխոսի, Սուրբ Հոգին գխոսի մարդկանց միջոցով նաև։ Քո եղբայր քույրերու մտերիմ հաղորդագիցներու հետ։ Անոր համար հաղորդակցությունը շատ կարևոր է։ Երբ որ մենք հաղորդություն գուտանք, Սուրբ հաղորդություն գսենք, այդ հաղորդությունն է այդ, որ ես եւ դու իրար հետ դեղական եկեղեցի մեջ իրար հսկելու, իրար գողքին լինելու, իրար բարձրացնելու, իրար օրտնելու, իրար շտկելու համար ենք այդտեղ։ Եվ անոր համար է որ հաղորդությունը շատ այսպես թեթև չտանիս, չեմ գիտեր ամեկ եկեղեցին ունի իր ներքին սովորությունները, չեմ ուզեր կամ եւ խառնեմ այսօր ծեր դեղական եկեղեցիներու սովորությունները, բայց շատ լուրջ թեմա է, որ ես կգարձեմ, որ ամեն դեղական եկեղեցին կամ հոգևոր ծառայությունը պետք է վերանայի հաղորդության միտքը։ Ամեն։ Ուրեմն ավասիկ Ղուգասը մենք կսե երբ աղոթքի գերտայինք, աղախին մը պատահեցավ մեզի, որ հարցուկ ոգի ուներ եւ քուշագություն ընելով իր դերերուն շատ վաստակ գբերեր։ Ավասիկ մի տիվահար գինմը, որ քուշագություն գներ եւ վաստակ կբերեր իր դերերուն։ Սիրելիներ, մեր հայերուն մեջ կա այս կետը։ Գախարտներ, քուշագներ, աբակադեսնող, ածուխ ծխող, խունկ ծխող, իբր թե հիվանդություն պիտի բժշկե, իբր թե այս պիտի այն պիտի, բայց շատ հստակ է, ոգի տիվահար մարդ է։ Ուշադրություն ըրեք եւ դուք ձեր 4 կողմիններուն ալսեք, թե մենք ամենուն աղոթքը չենք ընդուներ։ Այսօր ես կլսեմ մանավանդ Հայաստանի մեջ, բայց մեր հայերու մեջ ամեն գոմ գա, մեկը որ հիվանդ է, այս կնենք, այն գնենք, այս ծևով գաղութենք, նկար գտնենք, տակը խունկ կծխենք, խունկ կվարենք, քերեսման գերտանք, այսպես բաներ, ավազ գարդենք, ավազը քլոխտից կտապենք, ինչ գիտամ, այսպես գախարտական բաներ, աբական դեսնող, գամ բժշկող իբր թե սուրբ գիրքը հստակ է։ Տիվահար ոգի գա այդտեղ։
Եվ ահավասիկ այս կինը նայեցեք ինչ կսե։ Ասիկա Բողոսին եւ մեր յետևեն ինալով գբորար եւ գսեր այս մարդիկը բարձրյալն Աստծո ծառաներն են, որոնք ցեզի ուրիշ թարգմանություն կա մեզի բրգության ջամփան գկարոզեն։ Դիվահարը բոլոր ժողովրդին գսե այս մարդիկը Բողոսին եւ իր ընկերներուն համար Աստծո զավակներն են, Աստծո ծառաներն են։ Լսեցեք իրենց բրգություն կկարոզեն։ Սիրելի քույր եղբայրներ, գանտրատարնակ ինչ կբադայի։ Տևերը մարդկանց կսեն, որ Բողոսը եւ իր ընկերները Աստծո ծառաներն են եւ բրգություն կկարոզեն։ Տևերը շատ լավ գիտեն ով է ճշմարիտ քարոզիչը, որն է ճշմարտությունը, որն է բրգությունը։ Ուրեմն այս գինը, որ այստեղ էր, ինքը իր հետ ուներ հետևորդներ վստահ։ Եվ այդ հետևորդներուն գկաչալերի, որբեսի երթան Բողոսին քարոզը լսեն։ Բայց ինք դիվահար է։ Ինչպես կբադայ այս բանը։ Սիրելի քույր եղբայրներ, դևերը քեզ չեն արգելեր եկեղեցի գալու։ Դևերը քեզ գարգիլեն Սուրբ Հոգիով քայլելու։ Կամ խոչընդոտներ գտնեն, որ դու իսկապես ապաշխարես։ Դևերը չեն արգելեր, որ դու հավատաս։ Ընդհանրապես որ բախտակուշակներու գմոդենանք եւ իրենց հետ մի քիչ կխոսենք, բոլորն էլ հավատացյալներ են։ Բոլորն էլ կհավատան ամենակարող Տիրոջը, բոլորն էլ գտնունին Տեր Հիսուս Քրիստոսը, շատերուն դուներուն մեջ խաչեր կան, Հիսուսի նկարներ կա, իրենք արգելք չեն Հիսուսի հավատալը, բայց իրենք խաբեբայությունով կգանքնեցնեն, որ մարդիկ իսկապես հավատքի մեջ չմտնեն, իսկապես չապաշխարեն, իսկապես Սուրբ Հոգիով չքայլեն։ Եվ նայեցեք այստեղ շատ օրեր գսեր այս բանը գնե, համար 18-ը։ Այս բանը շատ օրեր գներ։ Պողոս վշտանալով դարձավ ու ըսավ այն ոգին, ոչ թե գնոջը, այլ գնոջը մեջ եղած ոգին։ Հիսուս Քրիստոսի անունով հրաման գնեմ քեզի ելիր ադգե։ Եվ նույն ժամուն ելավ։ Եթե ուշադրություն ունեք Հիսուսի այստեղ եղած ժամանակ, դևերը գուկային եւ Հիսուսի գսեն դու Աստծո որդի ես։ Հիսուս կլրեցներ զանոնք։ Սիրելիներ, դևերը շատ լավ գիտեն ով է Հիսուս, ինչ է հավերժնականությունը, ինչ է փրկությունը, ինչ է մեղքեն ազատիլը, ինչ է Հիսուս Քրիստոսի արյան զորությունը, դևերը շատ լավ գիտեն։ Հագարագեն չեն ընդունել, բայց իրենք հոգևոր կյանքը շատ լավ գիտեն։ Երանի մենք մարդիկ մի քիչ ավելի հասկանայինք Հիսուս Քրիստոսի անձը, գործը եւ աբական խոստումները, հավիտենականությունը։ Դևերը շատ լավ գիտեն ով է Հիսուս։ Չար աշխարհը շատ լավ գիտե ով է Հիսուս։ Սատանայի աշխարհը շատ լավ գիտե ով է Հիսուս։ Սիրելի քույր եղբայրներ, Բողոս չսավ լավ բաներ գսես, թողեմ որ մի քիչ դեր ավելի խոսի, որբեսի մարդիկ մեզի դառնան։ Ոչ, Բողոս չուզեր մարդկային ցևերով կամ դևային ցևերով հետևորդներ ունենա, ինչ որ այսօր մենք կտեսնենք տարբեր եկեղեցիներու մեջ, ամեն ինչ կնեն եկեղեցիներու բադասանադուները, որ իրենց եկեղեցիները շատ մարդ լեցվի։ Եվ իրենց ցևը նույնիսկ ճշմարիտ չէ։ Նպատակը միայն մարդ բերելն է գարձեք եկեղեցի։ Նպատակը միայն որ մարդ հետևի քեզ։ Ամեն տեսակի եթերներ գնեն մարդիկ, որ մարդ հետևի իրենց, բայց ճշմարտության են դուրս։ Եկեղեցիներ կփաշտվին, միապանություններ կքանթվին, բարձրապես մարդ մարդու հետևելու նպատակով։ Գմորնան, որ դու փաշնեցիր Տիրոջ գործը, քանթեցիր Տիրոջ գործը, որ դու ունենաս պատասխանատվություն կամ մարդիկ քեզ հետևին։ Նայեցեք այստեղ Բողոս գրնարսել այդ կնոջ, շարունակե թող մարդիկ հետևին ինձ։ Եվ վստահ գրնամսել ցեզի, որ շատեր գլսեին այդ կնոջը։ Շատեր գլսեին այդ կնոջը, այդ գինը շատ հետևորդներ ուներ։ Այո, հետևորդներ ուներ, սիրելիներ։
Բողոս կրնար գնոջը կործածել, որ գնոջը միջոցով շատ հետևորդներ ունենա, բայց Բողոսը ասավ քավլիցի, ես տևերը չեմ ուզեր կործածել դիրոջ փառքին համար։ Ես սխալ կորց չեմ աներ, որ դիրոջ փառքը մեծնա։ Ես սխալով չէ որ պիտի բադվեմ դիրոջը, սուտ խոսելով չէ որ ես դերը պիտի փառավորեմ։ Ես սխալ կործնելով չէ որ դերը պիտի փառավորեմ։ Ես տևերու դեղ չեմ դար, նույնիսկ եթե 1000 միլիոն մարդ հետևի Հիսուս Քրիստոսի, տևերու միջոցով պետք չէ լինի այդ բանը։ Հալելույա։ Գտեսնեք ինչ մեծ բաներ կսորվին այստեղ։ Ամեն ինչին վերջավորությունը այն չէ որ շիդագ է։ Միջոցը կարևոր է, ինչպես դու կհասնես այնտեղ։ Նպատակը քո ընտանիքի բժշկությունը չէ կամ փրկությունը չէ։ Նպատակը դու ինչպես կաբրիս, որ այդ մարդը բժշկվի եւ փրկվի։ Նպատակը այն չէ որ ինչը լա թողնա կարևորը մարդը փրկվի։ Ոչ։ Դու ճշմարտության մեջ պիտի լաս։ Քանի որ դևերը շատ լավ գիտեն, գրնան խապել մարդկանց, նույնիսկ գրնան եկեղեցի ուղարկել մարդկանց, որ մարդիկ այդտեղ գնալով իրենք կարծեն, թե իրենք լավ վիճակի մեջ են եւ մորնան ճշմարիտ հավատքի ճանապարհը։ Հուսամ հասկանալի եղավ այս կետը ցեզ։ Լուրջ թեմա է այստեղ։ Հավատացել լալ կարևոր չէ։ Կարևորը դու Քրիստոսի քայլերով կքայլես կամ չէ։ Քանի որ դևերն ալ գիտեն հավատքի ճանապարհը։ Ես կրնամ ասել ցես տևերը գնան լավ ալ կարոզել։ Ինձանից լավ կրնան կարոզել տևերը, ժողովուրդ։ Քանի որ տևերը շատ լավ գիտեն ճշմարտությունը, սուբ գիրքը լավ գիտեն։ Տարերու փորձառություն ունեն։ Ուրեմն ամեն կարոզիչ ես չեմ լսեր։ Ամեն ցայնը ես չեմ լսեր դիրոջ մենե։ Պետք է նայեմ այդ ով է, ինչպես է, ինչ ծևով է, ինչ կա յետևը։ Ինչ է նպատակը։ Այսօր կան կարոզիչներ, որ այնպես լավ կկարոզեն, բայց իրենց նպատակը քո ճշմարիտ արդարությունը, փոփոխությունը չէ, իրենց նպատակը այդ է, որ դու իրենց տասանորդ ուղարկես, կամ դու իրենց եկեղեցի մարդ լինես, կամ դու ինչ գիտնամ այս կամ այն։ Սիրելիներ, ուշադիր եղեք, մենք դերևս առանց գիտնալու տևերու կհետևենք։ Ահավասիկ այստեղ գսե, այս մարդիկը բարձրյալն Աստծո ծառաներն են։ Այդտեղի ոչ մեկը չէին գիտեր, բայց տևերը գիտեին, այդ գինը գիտեր։ Բարձրյալն Աստծո, Փերանից ալ գելլա այդ բառը, բարձրյալն Աստծո, այո գելլե, Հիսուս անունն ալ գրնադալ տևը։ Մի վախնակ, մի կարծեք որ չլար, այո գլա, բայց ուր է սիրտը։ Ուր է նպատակը։ Ինչու համար այդ բանը գնե, այս կին այդ բանը հրավ գեշեք, Սիմեոնն ալ նույն բանը հրավ։ Այդ գախարդ Սիմոնը։ Ուզեց հետևիլ Պետրոսին, ուզեց այդտեղ Պիրիբոսի հետ խումբակի մեջ ըլլա, որպեսզի մարդիկ իրեն հետևին։ Նպատակը իրեն հետևիլն էր։ Նպատակը այդ է, որ ինքը իշխանություն ունենար, հրաշքներ ուներ, ասավ աղոթեցեք իմ համար, թրամ դվավ նույնիսկ ասելով, որպեսզի հրաշք ունեմ։ Այսչափ հրաշք ընող չագերդյալ քարոզիչներ կան, կգարձեք, որ Աստուծո է։ Ես կգասկածին բոլորին։ Այո, շիդակները կան, բայց այդտեղ կան այն դևայինները։ Եվ այսօր կտեսնեմ մեր նույնիսկ հավատացյալները այս կամ այն քարոզիչին վիդեոները կուղարկեն, նայեցեք կսեն ինչ մեծ հրաշքներ գնե, ինչ մեծ բաներ գնե, բայց այդ մարդը ով է, դու գիտես ով է այդ մարդը, դու գիտես քարոզչութենեն հետո ինչ կբադա իր կյանքի մեջ, ինքը իր շարժարիթը ինչ է, իր ամեն օրվա կյանքը ինչ է, իր խոնարհությունը ուր է, իր սրբությունը ուր է, իր պաշտամունքի կյանքը ուր է։ Տևերը շատ լավ գիտեն խոսքը։ Ավասիկ Բողոս լրեցուց այդ կնոջ, այդ տևին եւ վրընդեց, ասավ ելիր այդ կե էլ խոսելու պետք չկա։ Համար 19 երբ տեսան անոր դերերը, որ իրենց վաստակին հույսը գդրեցավ, այդ կինը փող տրամ գբերեր, եւ հիմա այդ կին այլևս տև չգա, պախտակուշակություն պիտի չլա, հրաշքներ պիտի չլա, երևալի բաներ պիտի չլա, մարդ պիտի չհետևի, հասկնաք։ Եթե այսօր մեր եկեղեցիներուն մեջ մի քանի հատ հրաշք չլա, արդյոք ամեն մարդ կհետևին։ Շատեր կան հրաշքի համար, շատեր կան լավ զգալու համար, շատեր կան քանի որ ինչ գիտամ այս բանը գա, այն բանը գա։ Հիմա եթե այդ բոլորը գանկնի, դու ինչի համար կհետևիս Հիսուսին։ Այս մարդիկը դերերը վախցան, ասին հիմա հրաշք պիտի չլա, այս կինը դևը վրընդվեցավ, այս գնոջ միջոցով հրաշք պիտի չլա։ Ուրեմն մենք ինչու հետևինք։ Մարդիկ վախցան, ասին մարդ պիտի չկա ուրեմն։
Ինչ որ գբադայ այսօր եկեղեցիներու մեջ երբեմն գսեն, այ եթե ասանգնենք մարդ չկար, խիստ մի խոսիր հովիվ, գամած խոսիր, մի բարգացներ, շիդակ շատ միստ նեղեր մարդկանց, ասան խոսքեր գլսենք երբեմն, ինչու, եթե այդպես ես, մարդ այլևս չկար եկեղեցի, մեր նպատակը ինչ է, մարդկանց հավաքել ուր որ մենք ենք, ոչ թե մարդկանց հավաքել Հիսուս Քրիստոսի չորս կողմը, լավ թեմաներ կան այստեղ, որ մենք ուզենք լավ մտածել սիրելիներ, քու շարժարիթդ ինչ է, երբ Հիսուսի հետ կքայլես, օրտնվելու համար, հրաշք ունենալու համար, ինչ է քու շարժարիթդ, դերորդն է, երբ տեսան անոր դերերը իրենց վաստակին հույսը գդրեցին, Բողոսը եւ Շիղան բռնեցին եւ հրաբարակը քաշեցին իշխաններուն առջև, ահա նախանցը, Աբա դարին զանոնք, զորակլուխներուն կով եվսին, այս մարդիկը մեր քաղաքը իրար գանցնեն, իրենք հրյա են եւ այսպիսի սովորություններ կկարոզեն, որոնք արժան չէ մեզի ընդունել, ոչ ալ ընել, վասնզի հռոմայացի ենք, իրենք հրյա են, մենք հռոմայացի ենք, գտեսնեք սիրելիներ, իրենց ինչպես ասեմ, խոսակցականը, ոչ Բողոս հրյաներու մասին բան մխոսեցավ, ոչ ալ հռոմայացիներուն թեմ բան մխոսեցավ, բայց այսոնք ուզեցին գտնել պատճառաբանություն ազգ մեջտեղ դրին, ասոնք հրյա են, մենք հռոմայացի ենք, ինչ որ հիմա գբադահի, դուք արաքելական եք, մենք կաթողիկ ենք, մենք ավետարական ենք, դուք ասեք, մենք ասենք, դուք հիսունական եք, մենք բատիստ ենք, մենք իրար ասկային քաղաքական թեմաներ մեջտեղ գբերենք առանց դեսնելու ճշմարտությունը, ուրեմն գրիվ հանեցին մեջտեղ սուտ հիմքի վրա, դուք հրյա եք, դուք հրյաներու բաներ մեզ կկարոզեք, բայց Բողոս հրյաներու բան չկարոզեց, Բողոս կկարոզեց էր Հիսուս Քրիստոսը, եւ այդտեղ դևը գար դևին վրընդեց, վերջ, ասի հրյական բան չէր, ոչ ալ հռոմայական բան մներ, այս հոգևոր բան մներ, եւ մենք մեր հայերուն մեջ շատ անգամ այս կետերու վրա շատ ինչպես ասեմ վիճապանություններ գելեն, դուք ավետարանական եք, դուք ասիգա չեք ընդունիր, մենք ասիգ ընդունիկ, դուք մեզի չեք ընդունիր, մենք ցեզի չենք ընդունիր, այսպես խոսքեր, եւ երբեմն երկար բարակ այս խոսքերով ժամանակ կգործվի եւ երբեմն շատերալ գբարգանան, գգանքնի եւ ոչ մեկ բան չլար։ Բողոս կսե որ շատ կսե երկրորդական բաներով մի սպաղիկ, մի խոսիկ, առասպելներու մասին, մի խոսիկ սերնդական թեմաներու մասին, հրյա ենք, հավատացյալ ենք, քրիստոնյա ենք, մենք ասանք կնենք, դուք այդպես կնեք, օքեյ, թող ամեն մեկը ինչպես կուզե թողնե, եկեք խոսենք ճշմարտության մասին, եկեք խոսենք ճշմարիտ ավետարանի մասին, Հիսուս Քրիստոսի մասին, հավիտենականության մասին, մեղքի մասին, բժշկության մասին, դրախտի եւ դժոխքի մասին, եկեք այս թեմայով խոսենք, ինչ պետք է խոսենք, քո մեծ մաման ինչ կսե, իմ մեծ մաման ինչ կսե, օրինակ, մենք այսպես գլուխնից այսպես կփագենք, մյուսը այսպես չենք փագեր, գրիվը գելլե, եկեք գետրոնանանք եւ սատանան գտեստեք ինչպես կկործածե ուզեց լրացնել Բողոսին եւ Շիղային նախ ուղարկեց դևը Բողոսը մեկ կողմ ներեց հիմա ուղարկե պատճառաբանություններ ինչ պատճառաբանություններ այսպես բատկանելության մենք հրյա ենք մենք քրիստոնյա ենք մենք արաքելական ենք մենք հիսունական ենք մենք ավետարանական ենք մենք ասենք դուք անեք մեջտեղ ելավ բատմություն եւ այսօր 1000 տարիները իվեր մեր եկեղեցիները լա օրթոդոքսները, լա կաթողիկները, լա ավետարանները բաժանումներով բաժանում գաբրին։ Օրթոդոքսներում մեջ դարբեր տեսակ բաժանումներ կան, կաթողիկներում մեջ դարբեր տեսակ, արաքելականներում մեջ դարբեր տեսակ բաժանումներ կան, ավետարաններում ավելին դարբեր տեսակ բաժանումներ կան, բաժանումներ լեցուն, քանի որ դու ինձի պես չես, ես քեզի պես չեմ, ուրեմն մենք իրար հետ չենք կրնար կործել։ Ահա վասիկ սատանան գհախտե այս կետերուն մեջ։ Եվ ամոթ այն հավատացյալներուն, որ գխապվին այս թեմաներով եւ չեն կար շիդակ տեղը տնելով, ասելով որն է ճշմարիտը։ Ինչ կսե սուբ գիրքը։ Եկեք վերադառնանք, Եսայի մարգարեն գսե, վերադառնանք օրենքին եւ Աստծո խոսքի վկայությանը։ Ոչ թե քո ասածներով եւ իմ ասածներով։ Դեսեք սատանային կորձը բաժնելու, քանտելու Բողոսի եւ Շիղայի
ավետարանչությունը Փիլիպեի մեջ, ինչու կամ Փիլիպեի մեջ մենք կարդացինք անգամ եկեղեցի սկսավ։ Լիդիայի դանը մեջ եկեղեցի բարձրացավ։ Գիշեք, չէ՞։ Եվ հիմա Փիլիպեի մեջը նույն բացությունը Սատանան գուզե քանթել եւ գսկսի խոսիլ։ Եվ գրնամ ասել ցեզի սիրելի քույր եղբայրներ, որքան բաժանումներ կան այսօր բարա պատճառներու միջոցով Սատանան կգործե։ Եվ ցավալի է, երբ կտեսնենք, որ Սատանան կհաջողի, բայց Սատանան գիտեք ինչպես կհաջողի։ Կհաջողի այդ տեսակի մարդկանց միջոցով։ Այդ մարդիկը, որոնք կսիրեն գրիվ հանել մեջտեղ, այդ մարդկանց միջոցով կհաջողի Սատանան։ Բայց Փառք Հիսուսի, որ Տերը այդ ցախողություններու մեջ են, օրտնության կփոխե շատ մպաներ։ Իմաստական վկայություններս ցեզի գրնամ ժամերով պատմել։ Բայց Սատանային գործը գուզեմ, որ դու ուշադրություն ունես։ Եվ չթողնես, որ մտնես այդ տգար ուղղության մեջ, չլաս այն կորձիկը, որ քո միջոցով Սատանան պիտի հաջողի բաժնել կամ գանգնեցնել դիրոջ օրտնությունը կամ արգելել, որ մարդիկ ապաշխարեն քո պատճառով, քանի որ այս կամ այն պատճառներ, այս կամ այն պատկանելություններ տևային աստեցության տակ գրնալալ կորձածի քեզ։ Ուրեմն գտեսնեք, դուք հрьяաներ եք, մենք հռոմեացիներ ենք, խնդրեմ է այս մարդիկը պետք է լրացնենք, քանի որ այս մարդիկը լավ չեն։ Voilà, այսպես։ Բազմությունը անոնց վրա թիզվեցավ, զորակլուխներն ալ բռնությամբ անոնց հանդերձները հանեցին եւ հրաման ըրին, որ զանոնք ձեծեն։ Ահավասիկ հիմա Բողոսը եւ Շիղան գծեցվի, ինչու։ Բարձաբես, քանի որ մի քանի մարդկանց շահերուն հագարակ խոսեցան եւ հագարակ կորձերին։ Այն մարդիկը, որոնք տրամ գշային տևային այդ կնոջմե, իրենց տրամ չշահելու պատճառով ահավասիկ Բողոսը եւ Շիղան բան կտրվի, գծեցվի, բարձաբես, քանի որ մի քանիները իրենց շահը գործընծուցին։ Ինչ որ կպատահի այսօր մեր Հայաստանի վիճակը նայեցեք։ Նայեցեք մեր եկեղեցիներու վիճակը։ Տարբեր դեղեր, տարբեր տեսակի եկեղեցիներ։ Նայեցեք քաղաքականներու վիճակը։ Այսօր երկրի աշխարհի կարևոր անձնավորությունները, քաղաքական կարևոր անձնավորություններուն ամբողջ նպատակը շահն է։ Իրենց աթորը, իրենց եսը, իրենց հարստությունը, իրենց աբական։ Եվ կարևոր չէ, եթե մի քանիներն գործվին, գրիվը լաս ինչ երկիրը, մադերազմը լան ինչ երկիրը, իրենց համար ինչ կարևոր չէ, իրենց շահն է կարևորը։ Այս բաժինը, որ կգարտանք, ցույց կտա աշխարհի ճշմարտությունը եւ մանավանդ հավատացյալներուն հագարակ աշխարհի ճշմարտությունը։ Գծեցեն իրենց անոնց շատ վերքեր դալը հետո փանտրին, պատվիրելով փանդաբեդին, որ ըսկուշությամբ պահեզանոնք։ Անալ այսպես հրաման առնելով զանոնք ներսի պանդը տրավ եւ ոտքերնին գոջղի մեջ ամրացուց։ Մի խոսքով ներս տրավ, երկաթյաթուրը կոծվեցավ եւ ներսը իրենց ոտքերն ալ գաբեց, շղթայագաբեց այդ տեղի դրված գոջղին վրա։ Մի խոսքով լավ գաբեցին, որ չլա թե այդտեղեն դուրս ելեն։ Որ չլա թե ովը մեկը կա եւ փախցնե։ Գիտեք, Սատանան գուզե մեզի միշտ տանի միանգույն, այդտեղը լավ գաբել, որբեսի ոչ մեկ ցևով ավետարանը չաբրիս եւ չկարոզես։ Եվ գուզեմ ասել ցեզ, դերևս դուք փանդի մեջ չեք հիմա, բայց դերևս ձեր միտքը փանդերու մեջ է։ Ձեր սպաղմունքները փանդերու մեջ են։ Դերևս միշտ արդվնե միջև իրգում մեկ բանի վրա կմտածես, Սատանան բռներ քեզի այդ ներսի փանդը, դարերը այդտեղ ալ գաբեր է, որբեսի Աստված չկործածե քեզ իր գարձիկով։ Բողոսին եւ Շիղային այդպես էին, մեկ կողմ նետեցին, կապեցին, որ չկործածվեց։ Այսօր շատ հավատացյալներ ես գիտեմ, երբ որ գսենք, եկեք աշակերտություն ունենք, այցելություն ունենք, ավետարանչություն ունենք, հա հովիվ ժամանակ չունիմ, շատ կորձ ունիմ, շատ հոգնած եմ, շատ ընելիքներ ունիմ։ Այս ինչ է։ Այս գիտեք ինչ է։
այդ գետն է, որ սատանան կապած է իրենց գործի մեջ, իրենց շատ ընտանիքներու մեջ, իրենց հյուրերուն մեջ, իրենց ընտանիքներու մեջ, իրենց զավակներու մեջ կապված բռնված են եւ դերը իրենց հետ մեծ գործ կուզենել եւ իրենք մեջտեղ չգան, քանի որ իրենք կապված բռնված մեկ կողմ տրված են։ Եվ այս սատանայի գործ է։ Դարբեր ծևերով, դևային աշխարհով, սդախոսություններով, պատճառաբանություններով, անարքանքներով երբեմն, սխալ բաներ ասելով քեզի գուզե լրացնել քեզ, եւ կամ քեզի գտանին մեկ թեմամը գտա սատանան, որ այդ թեման քեզ այնքան քեզ դանի անտիաշխար, որ դու այդ թեմայով արդու գեսոր իրգու մտածես, գերագուր նույնիսկ չուտես, ուրախ չլինես, լավ չլինես, բան չլինես, մեկ անգին բան դիպես կապված մեկ կողմ մնաս։ Ինչ կսեք ժողովուրդ։ Տեսեք սատանայի գործը ուր է գահստի։ Ինչ պիտի լա։ Մեկ բան պիտի լա։ Հաջորդ համարներն այցեք ինչ կսեք։ Ես կշերին։ Բողոս եւ Շիղա աղոտ գնեին եւ Աստված գործնեին եւ պանդարգյալներն ալ մդիկ գնեին։ Ինչ գեղեցիկ խոսք։ Փանտն են թրվեցավ, բայց իրենց համար արգելք չկա։ Իրենք Աստծո ծառաներն են, փարթյալ Աստծո ծառաներն են։ Իրենք շատ լավ գիտեն, թե Աստված ամեն բանի բարի գործակից կլա, մենք չենք շեղվիր 1 սանտիմ աճ կամ ծախ։ Մենք կմնանք հավատարիմ մեր Տիրոջը, փարապանելով, օրտնելով, երգելով, քարոզելով, վստահ բանդի մեջ գերքեին եւ այդտեղ միշտ բանդարգյալներուն գհրճագեին Տեր Հիսուս Քրիստոսի օրտնությունները։ Եվ այդ բոլորը զարմացած կսեն ինչպես կրնալ այս մարդիկը, ոտքերին շղթայ կապված, լավ ձեծեցին, վերքերով լեցված, հանտերձին հանված, բանդին մեկ անգյունը նետված, այդտեղ գնալ արնետները լար, կրիսները լար, մուգերը լար, ինչ գիտամ ինչերը լար, բայց այս մարդիկը ոչ մեկ խնդիր գշարունակեն փարապանել եւ օրտնել այն Աստվածը, որ թեր իրենց ազատած չէ, այն Աստվածը, որ չի երևնար նույնիսկ բանդին մեջ։ Այդ միշտ բանդարգյալները չեն գիտեր ինչ կբադայի, միան գլսեն օրտնություններ եւ աղոթքներ։ Այս փանալին է, սիրելիներ, փանալին է, որ քու բանդերը դուրս կաս։ Այս փանալին է, որ դու սորվիս, ինչպես այստեղ բարաբի չէ կրած հուգասը այս թեմաները մեզի։ Սատանան ամեն ինչ կնե քեզ լրացնել, ամեն ինչ կնե խապել, ամեն ինչ կնե քեզ մեկ կողմ դնել, բայց դու անոր թիմած մեկ բան Բիդի շարունակես Աստված օրտնել եւ պարապանել եւ երկրբակել Տիրոջը։ Իրեն լա փառք հալելույա։ Եվ բոլորը գլսեն ոչ մեկ փողոքի խոսք, ոչ մեկ փողոք չկա, ոչ մեկ ասես անհանգստություն չկա Բողոսի եւ Շիղայի բեռնին մեջ։ Գրնային ասել ուր է իր Աստված, քեզ համար եկանք քարոզելու, այս անելու, այն անելու, ինչու համար մեզի փամփրիր։ Գիտեք ինչու, քանի որ իրենք շատ լավ գիտեն, որ Աստծո համար սահման չկա, ոչ բադը, ոչ երգատը, ոչ կաբանքները, ոչ մութը, ոչ խավարը, ոչ կեղտոտությունը, Աստված իր զավակներուն հետ է ամենտեղ։ Քանի որ այն զավակները ծառայողներ են։ Եվ այս կուզեմ ասել քեզ, եթե դու ծառայության մեջ ես եւ կշարունակես Հիսուս Քրիստոսի կորձը Դանիել առաջ իբր աշակերտ, մի վախնար, բայց եթե ցերկը ծալած նստերես ասելով կորձ ունիմ, դեղ ունիմ, հյուր ունիմ, էս ունիմ, են ունիմ, չեմ գրնար ծառայել դեր քեզ, հոգնած եմ, տրամ չունիմ, ցերկս կդրված է, ոտքս կդրված է, գլուխս էս է, եւ այլն։ Եթե այսպես բաներ կսես, շատ կներեք, դերը ցեր հետ չէ։ Դերը իրեն ծառայողներուն հետ է։ Դերը զինք հետևորդներուն հետ է, քիչ առաջ կարծացինք, զինք սիրողներուն հետ է։ Աստված Հիսուսը ասավ չէ, կացեք ավետարանը քարոզեցեք։ Ասավ Եվ ես ցեզի հետ պիտի ըլլամ, մինչև աշխարհի վերջը։ Որոնց հետ։ Այդ մարդիկ, որոնք կացին ավետարանը քարոզելու։ Ինչպես Բողոս եւ Շիղան այստեղ, իրենք ավետարանը կքարոզեն, իրենք կվազեն այստեղ ավետարանը քարոզելու համար եւ պրոբլեմ, եւ խնդիր, եւ սատանան մի բան հրավ, մարդիկ հակառակեցան զրբարդություններին։ Գիտեք որքան ինձ համար զրբարդություն ունողներ կան միջև այսօր։ Կան։ Բայց ես նստիմ սկսեմ ասել ինչու զրբարդեց, ինչու ասեցավ, ինչու անեցավ։ Կարևոր չէ, ով ասավ ինչ ստավ թողսե։ Ես կշարունակեմ եւ երբ որ կշարունակես փարապանել, դիրոջը օրտնել եւ ծառայությունը շարունակել եւ չդանկնեցնել, այն ժամանակ հրաշքները կտեսնես։ Ինչպես այստեղ գես գիշերին գսե հանգարց մեջ շարժը եղավ, այնպես որ բանդին հիմները սասանեցան, անմիջապես բոլոր դռները բացվեցան, ամենուն գաբերը արձակվեցան։ Բոլոր բանդարգյալներուն գաբերը արձակվեցան։
եգրաշարժ եղավ։ Հալելույա։ Փանդին խավարին մեջ եգրաշարժ եղավ, դերը այնտեղ է։ Երբ որ գսե Հիսուս, ես ցեզի հետ եմ ամենտեղ, եթե դու ծառայության մեջ ես։ Այս խոսքը տերևս սիրելիներ գուղեմ այդ մարդկանց, որ գուզեն Հիսուսը ծառայել։ Անոնք, որ տերևս արդեն տարբեր ծառայություններու մեջ են։ Ես քեզ մեկ բան կխնդրեմ։ Չգանքնեցնես ավելի ծառայես Տիրոջը։ Ավելի ծառայե Տիրոջը։ Հավատք մարդը այդ է, ավելի ծառայել Տիրոջը։ Իսկ անոնք, որ մեր մեջ դեռ այսպես հերույեն գլսեն ինձ կամ գսեն ինչ կսաս մարդը եւ այլն, սիրելիներ, եթե Հիսուսի հետ չես, դու շատ վտանգավոր տեղ ես։ Հիսուսի հետ ըլլալը, Հիսուսի նվիրվելը, Հիսուսի սիրելը, ապաշխարելը, Հիսուսի թարնալը, Հիսուսի ցերկը բռնելը, այս է կյանքը, սիրելիներ։ Այս է կյանքին համդվողը։ Ոչ թե ինչ է քո կյանքդ, մի մնայր, արդու գարտնաս գլուխը ցաված, ոտքերը ցաված, դուրս կելես անգողինեն փամփասանքով եւ փողոքներով, ասինչ է, ինչ պիտենեմ։ Գվազես նայած գերագուր գեպես, կամ կորձի գերտաս, ասորետ գրիվ գնես, անորետ գրիվ գնես, գուկաս իրիգունը դուն հոգնած, հազիպամը գուդես, ետ կբարգիս, հաջորդ օրը նույն բաղմությունը։ Այս է կյանքը։ Դու համացայն ես ասպես կյանք ունենալու։ Չէ, ուզեր քո կյանքդ մի քիչ համդես լինի։ Իրական ապրիս, ինչպես որ պետք է ապրիս, հալելույա, Հիսուսի ցերկը բռնե, հոն է ճշմարիտ կյանքը, հնազանդ քայլ է, ինչ որ գիտես, որ դերը գսորվեցնե քեզ, գադարե, առանց վախի, հավատացյալ ըսել է վստահող, վստահություն տվող Տիրոջը եւ քայլող այնպես, ինչպես գվստահի ամենագարող Տիրոջին։ Եվ այսպես կբադայի եգրաշարժ գլա փանդին անգույնին մեջ Աստված իր խոստումներուն դերն է։ Հիսուս իր խոստումին դերն է։ Ես ցեզ հետ եմ ամեն օր, ամեն դեղ, մինչև աշխարհիս վերջ, փանդին մեջ իրենց հետ եկավ։ Երբ փանդին թուրները բացվեցան, արձակվեցան բոլորը, փանդաբեդը երբ արթնցավ, եւ փանդին թրները բացված տեսավ, սուրը քաշեց եւ ինքզինք պիտի սպաններ։ Դարձելով թե գապվածները փախեր են։ Նորմալ է, քանի որ փանդաբեդը եթե ինքը բահաբան չլա փանդարյալներուն, ինքը պիտի սպաննվեր։ Հաջորդ արդու իր զորակլուխները պիտի կային բիցեին տուն կորձը լավ չկատարեցիր, պիտի սպաննեին։ Այսպես, այնպես ինքը պիտի մեռներ։ Եվ ինչու կան որ փանդարյալները փախան, այդպես կգարձե։ Անամակ դուզե ինձ սպաննե, գսե ավելի լավ է ես ինձ սպանեմ, հիմա վերջանան, քան թե վաղը արդու ինձի մեծ պատմություն հանեն, հիմա կվնե մեռնիմ, վերջանա եւ Բողոս բարձր ցայնը կբարձրացնի եւ գսե թուն քու անցիդ վնաս մի ըներ, վասնզի ամենքս ալ հոսենք։ Հալելույա։ Գզարմանամ ինչպես կլա ամենքը հոնալան։ Գրնալ Բողոս եւ Շիղան հոնալայն, բայց միշտ պանդարգյալներ գրնային փախել։ Թուրերը բացվեցավ, շղթաները կակվեցավ։ Գրնային թողնել երթալ հանկիստ։ Ինչու չկացին։ Ձեր գարձիկով։ Գիտեք ինչու չկացին։ Քանի որ իրենք ասին, որ այս մարդիկը այս վատ վիճակի մեջ իրենց Աստվածը կպաշտեն։ Տեսնենք ով է այս Աստվածը։ Գնախնդրենք այս մարդկանց հետ լալ, քան թե երթանք աշխարհ մերիններուն հետ լանք։ Կտեսնեք Բողոսի եւ Շիղայի հավատարմությունը ամբողջ փանդարգյալները փրկեցին եւ փանդաբեդին հիմա պիտի տեսնենք իրենց դուննալ փրկվեցավ։ Բարձրապես, քանի որ իրենք հավատարիմ մնացին։ Իրենց փարապանության մեջ, իրենց շփիդին մեջ, իրենց ուրախության մեջ իրենք հավատարիմ մնացին։ Չշեղվեցան, չխանգարվեցան։ Շատ բաներ գրնամսել այս գեդիրու վրա, բայց չեմ ուզեր երկար ժամանակ կորցնցնել, հոյագապ է սիրելիներ, Աստծո խոսքը ճշմարիտ է, իրական է, որ փար առ փար, համար առ համար գսերդենք։ Եվ ավացիկ դու քեզ վնաս մի հասցներ, ինչ գեղեցիկ է նաև Բողոսը, որ այդ վիճակի մեջ իր փանդաբեդին, որ իրեն ոտքերը գաբեց, իրեն ձեձեց, իրեն փանդնելեց, գսե դու քեզ վնաս մի հասցներ։ Գտեսնեք սերը Աստվածային։ Չսեր լավ եղավ քեզի, ինձ ձեձեցիր, քիչ մնալ վնաս ունենաս, ոչ,
Չարը չարով չի փոխանցեր հավատացյալը։ Անիգա ջրակը ուզեց եւ ներս վազեց եւ թողալով Բողոսին եւ Շիղային արջև ինգավ։ Եվ զանոնք դուրս բերավ եւ ասավ. «Դերեր, ինչ պետք է անեմ որ փրկվիմ»։ Ինչ պետք է անեմ որ փրկվիմ։ Այս փրկության հարցումը հավանական փրկության մասին չէ։ Այս փրկության հարցումը ասել է որ ինչ պետք է անեմ որ այս երկրաշարժ ընող աստվածային ուժը ինձ չխապե, չհարված է ներողություն։ Քանի որ երկրաշարժ եղավ, ինք շատ լավ հասկացավ։ Շատ լավ հասկացավ, որ այդ մարդկային բամը չէր։ Շղթաները ինգան թուրերը բացվեցավ մարդկային բամը չէր։ Փանդարգյալները այդտեղ մնացին, մարդկային բամը չէ։ Ուրեմն ով է այս Աստվածը, որ չլաց է ինձ հարված է։ Ինչ անեմ որ փրկվիմ, այդ հարվածը վրաս չկա, ես եմ պատասխանատուն այս ձեր բոլոր խնդիրներուն։ Բանդաբեդը գսե ես եմ պատասխանատուն ձեր բոլոր խնդիրներուն։ Ինչ անեմ որ այն աստվածային ուժը, չգիտեր ով է Աստված, ով է Հիսուս։ Ինչ անեմ որ չհարվածվիմ, ինչ անեմ որ փրկվիմ, ինձ օգնեցեք, քանի որ այս ինչ որ գբադայի հասկացա, որ աստվածային ուժ է, հասկացա, որ մարդկային չի գրնարըլալ։ Եվ Բողոսին պատասխանը նայեցեք, շատ բարձ։ Հավատա դեր Հիսուս Քրիստոսի եւ պիտի փրկվիս դուք եւ քու դունդ։ Հավատա դեր Հիսուս Քրիստոսի եւ պիտի փրկվի դուք եւ քու դունդ։ Ով է Հիսուսը։ Ինչպես հավատամ Հիսուսին։ Ով է այդ Հիսուսը։ Ինքը հրավ այս բոլորը։ Ինչս էլ է հավատալ։ Ինչ բանին հավատամ։ Եվ նայեցեք, եւ դերոջը խոսքը խոսեցան անոր եւ այն ամենուն որ իր որոնք անոր դանը մեջ էին։ Ահավասիկ ավետարանչությունը սկսավ։ Ահավասիկ աշակերտությունը սկսավ։ Հավատա դեր Հիսուս Քրիստոսի։ Մեր հայերուն գսենք հավատացյալ ես, բոլորն ալ գսենք հավատանք։ Բայց ինչին գավադան։ Ով է Հիսուս իրենց համար։ Բաներմը լուրջ ունեն ժողովուրդ։ Գահավատանք, բայց բոլոր հավատաց հայերս խաչերնից ալ գգրենք, խաչալ գահանենք, բոլորս ալ քրիստոնյա ենք։ Բայց արդյոք կհավատանք Հիսուսի ինչպես սուբ գիրքը մեզ գսորվեցնե, թույլ տվեք որ գասկածիմ։ Անոր համար ավետարանչություն գնենք։ Եվ գսե նստան եւ բացատրեցին։ Ով է այն դերը։ Ով է այն Հիսուսը, ինչ հրավ Հիսուսը, ինչու պետք է հավատանք, ինչու պետք է ապաշխարենք, ինչու պետք է նվիրվենք, ինչու պետք է զղջանք մեր մեղքերեն, ինչու այս բոլորը պետք է անենք, բացատրեցին։ Եվ երբ որ բացատրեցին, նայեցեք Բանդաբեդը արավ զանոնք քիշերվան նույն ժամուն եւ անոնց վերքերը լված եւ մգրդվեցան ինք եւ իր բոլոր իրենինները։ Այդ ամբողջ դունը, որոնք եկած էին բանդ եկած էին վստահ այդ Բանդաբեդի մեջ եւ լսեցին երկրաշարժը, բոլորն ալ եկան իրեն ամբողջ ընտանիքը, եկան որ տեսնեն ինչ կբադահի։ Եվ Ահավասիկ Բողոս կբացատրե իրենց այդ բոլորը, հավատա դեր Հիսուս Քրիստոսի, եւ պիտի փրկվիս դու եւ այս բոլոր ընտանիքդ որ այստեղ են։ Հավատա։ Բայց ինչս էլ է հավատալ։ Եկեք ցես բացատրեմ։ Եվ սկսավ բացատրելու թե ով է Հիսուս, ինչ հրավ Հիսուս ըսի քիչ առաջ։ Եվ այդ մարդը դեսավ այդ Հիսուսի զավակները, հասկացավ, որ ինքը Հիսուսի ծառաներուն թիմացն է, այն ամենակարող Հիսուսի, այդ հաճյալ եւ հարուցյալ Հիսուս Քրիստոսի, այն Հիսուսը, որ ամեն իշխանություն իր ոտքերուն տակն է, այն Հիսուսը, որ պիտի վերադառնա, այո, ինք հասկացավ։ Եվ ինչ հրավ, արավ բոլորին իր դունը դարավ, ոտքերը լված։ Եվ մգրդվեցան, ինքը եւ իր դունը ասել է ամբողջ ընտանիքով նվիրվեցան այդ Հիսուսին։ Եվ այստեղ կարևոր է, երբ որ գսե ինքը եւ իր դունը, այդտեղ իր դանը մեջ երեխաներու մասին չէ խոսքը, ինչ որ երբեմն շատեր այս սխալը գսեն, նայեցեք այդտեղ երեխաներ կար, երեխաներուն ալ մգրդեցին։ Ոչ, նախ չսեր սուբ գիրքը երեխաներ կան, երկրորդ կսե այդ բոլոր իր դանը խոսեցավ, ուրեմն քարոզեց եւ անոնք որ այդտեղ էին, այդ քարոզը լսողներն էին։ Մի խոսքով խերկգլուխ մարդիկ, դարիքոտ մարդիկ, չափահաս մի խոսքով մարդիկ։ Եվ մգրդվեցան, զանոնք իր դունը դանելով անոնց արջև սեղան տրավ եւ բոլոր դունով ուրախացան Աստծո հավատալով։ Հիմա հավատալու սկսան։ Ինչ անեմ որ փրկվիմ, հավատա, բայց չեր գիտեր։ Ամբողջ դունին Բողոսը բացադրեց, ամբողջ դունի չափահասները վստահ հասկացան,
հավատացին Աստծո, նվիրվեցան Աստծո, Բողոս մգրդեց իրենց, դունը դարավ, գերագուր բացավ, մեկ խոսքով եկեղեցի եղավ։ Մգրդություններ, փառապանություններ, օրհնություններ, շնորհակալության աղոթքներ, նաև միապանություն նույն սեղան նստան, հրյա, ոչ հրյա, օդար, կարևոր չէ, չկա այլևս հրյա հռոմայացի, տեսակ, Աստված ուզեց, Սատանան ուզեց կանտել, Աստված միացուց, հրյաները, հռոմայացիներով միասին գերագուր գուտեն հիմա, վաու, ինչ լավ բան, ինչու, քանի որ Տեր Հիսուս Քրիստոս մտավ այդ փանդին մեջ հավատացյալներուն մադը վրանին դրավ եւ այդ աշակերտները իրենց միջոցով ահագին փառապանության փրկվածներ բարձրացուցին։ Եվ վստահ եմ, որ փանդարգյալներն ալ այդտեղ էին։ Եկան անոնքալ եկան փանդաբեդին դունը։ Միան Բողոս եւ Շիղան չէր, բոլորով, քանի որ բոլորը մգրդվեցան, բոլորը հավատացին, բոլորը ընդունեցին այդ մեծ հրաշքները դեսնելեն հետո։ Հալելույա։ Համար 35 արդու զորակալուխները սպասավորներ ղրգեցին եւ ասին արցակե այդ մարտիկը Փանդաբետն ալ այն խոսքերը Բողոսին պատմեց, թե զորակալուխները ղրգեցին, որ արցակվիկ, հիմա ուրեմն ելեք կսե եւ խաղաղությամբ կացեք։ Բայց Բողոս ասավ. մեզ որ չտարդավարդված հռոմայացի մարդիկ ենք, հայտնաբես ձեզելով փանդը տրին ու հիմա քաղտուկ գհանեն, ոչ, հավատող իրենք կան եւ մեզ հանեն։ Այստեղ կարևոր է, որ կոնտեքստը մի քիչ հասկանաք, պատմությունը, պատմական այդ միջոցը, ուրեմն հռոմայացիները իրավունք չունեին իրենց օրենքին մեջ ովևէ մեկուն փանդ տնել կամ ձեծել կամ պատժել առանց դատավարության։ Մենք տեսանք քիչ առաջ Ֆիլիպպեին ինչ պատահեցավ։ Պետրոսին Շիղային արին, ձեծեցին, փանդ նետեցին առանց դատավարության, առանց այդտեղի, ասենք, մարզբեդին կամ դատավորին։ Բողոս իր ազգով հրյա էր, բայց ինք հռոմեական գայսրության ինչպես կսեմ ինքնություն ուներ, ինքնաթուղթ ուներ, եթե գուզեք։ Ուրեմն ինքը հրյա էր, բայց հռոմեական գայսրության պասպորտ ուներ, եթե գուզեք։ Շիղանալ նույնպես։ Հիմա Բողոս ինչ կսե։ Մեզի դուք ձեծեցիք առանց դատավարության, փանդ տրիք առանց դատավարության, հիմա գուզեք որ քախնի ելնենք փախինք, ոչ, թող կան եւ թող տեսնեն, թե իրենց ըրածը սխալ է։ Եվ այնքան գվախնային այն ժամանակ հռոմեական գայսրության մեջ, որ այդ սխալ կորձանեին, նայեցեք ինչ կբանը, սպասավորները զորակալուխները պատմեցին այդ խոսքերը, անոնք ալ երբ լսեցին, թե հռոմայացի են, վախցան եւ ինքան եկան քաղցրությամբ խոսեցան անոնց հետ։ Գիշեք, քիչ առաջ ինչ ասինք, զորակալուխները եկան, բռնեցին, ձեծեցին, հիմա քաղցրությամբ։ Ինչու? Վախնալու սկսան։ Իրենց փոստեն վախնալու սկսան, իրենց բաշտոնեն վախնալու սկսան եւ դուրս հանելով գաղաչեին, որ այն քաղաքեն երթան, գաղաչեին։ Անոնք կալպանդեն ելնելով Լիդիայի դունը մտան եւ եղբայրներ դեսնելով մխիթարեցին զանոնք եւ կացին։ Լիդիայի դունը կացին, Լիդիայի դունը գիտեք ինչ էր? Եկեղեցի էր։ Այդտեղ եղբայրներ կային, որոնք վստահ իրենց մասին արդեն դեղեկացել էին եւ գաղութեին։ Եկան, ասին ժողովուրդ, ամեն ինչ լավ է, Տերը մեզ ազատեց, մի քանի հոգի ապաշխարեցին, եկեղեցիը սկսավ նաև այդ փանդաբեդին դունը, ուրեմն իրար հետ կապնվեցեք, իրար օրտնեցեք, ձեր եղբայր քույրերն են հիմա, միասին Աստված բաշխեցեք, Ֆիլիպպեի մեջ դարազեցեք ավետարանի խոսքը, հեչ կարևոր չէ, մենք կթողնենք ելնենք, ցեզի կվստահենք։ Եվ այդպես ալին, թողեցին եւ կացին։ Սիրելի քույրեր, արդյոք այս միայն Բողոսի եւ Շիղայի պատմությունն է։ Չեք կարծեր, որ այս նաև գնալալ քո եւ իմ պատմությունը։ Օրտնյալ է մեր Տերը, որ մեզ գսորվեցնե իր կյանքին մեջ ապրիլ ճշմարիտ կյանքով ճշմարիտ իմաստով եւ ճշմարիտ զորությամբ։ Ժամ արդեն առաջ կերտա գլուխ 17։ Անոնք Ամփիոլիսի եւ Աբողանիայի բդդելով Թեսաղոնիկե կացին, ուր երհրաներուն ժողովարանը։ Բողոսալ իր սովորությանը պես անոնց մեջ մտավ եւ 3 շաբաթ օր խոսեցավ անոնց հետ քրքերեն 5 դակարանեն եւ ինչ կսե մեկնելով որ անոնց արչեւ մեկնելով եւ անոնց արչեւ տնելով թե պետք էր որ Քրիստոս չարչարվեր եւ մերելներեն հարություն առներ եւ թե այն Հիսուսը որ ես ցեզի կկարոզեմ ասավ Քրիստոսն է ամբողջ 5 դակարանը կսպասեն Քրիստոսը մինչեւ այսօր հрьяաները կսպասեն Քրիստոսը Մեսիա Բողոս կսե այդ քրքերեն ինչ որ քրված է
Այն Հիսուսը, որ ես ձեզ կքարոզեմ, ինքն է Մեսիան։ Դուք կսպասեք Մեսիան, ես ձեզ կսեմ, որ Մեսիան եկավ։ Մերավ եւ հարություն արավ։ Իրեն հավատացողը մեղքեր թողություն ունի եւ իրեն հետևորդը հավիտենական կյանք ունի իր հարությունով։ Այդ Մեսիան ես ձեզ կքարոզեմ։ 3 շաբաթ օր այսպես քարոզեց։ Անոնցմե ոմանք հավատացին եւ Բողոսին եւ Շիղային հետ միացան։ Աստվածավախ հույներեն ալ մեծ բազմություն եւ երևելի գիներեն եւ հավատացողները քիչ որ չէին։ Բայց չհավատացող հрьяաները նախանցեցան, ինչպես միշտ, եւ քանիմը դադարգաբորդ անորեն ներողություն մարդիկ առնելով աղմուկ հանեցին ու քաղաքը դակնու վրա ըրին։ Խառնվեցան իրարու։ Ինչու նախանց։ Քիչ առաջ ինչ կար, այդ դերերը որ փող պիտի գործընծնեին, տրամ պիտի գործընծնեին իրար անցուցին, հիմա էլ այս հрьяաները, որ իրենց դաջարները կամ ավի իրենց սինագոգները, ժողովարանները դադարգվի, մարդիկ Բողոսին եւ Շիղային հետևեն գերտան, ուրեմն փամը պետք է ենենք, որ այս Բողոսին եւ Շիղային գանքնեցնենք եւ Հասոնին դանը վրա հարցագելով գուզեին զանոնք ժողովքին արչև դանիլ։ Երբ զանոնք չկդան, Հասոնը ու մեկ քանի եղբայրներ քաշելով դարին քաղաքապետներուն արչև դամ չրդելով թե անոնք որ աշխարհը դակնու վրա ըրին հոս ալ հասերեն աշխարհը դակնու վրա ընողներ նայեցեք գտեսեք ինչ բաճարապանություն գտրվի սխալ սնախոսություն աշխարհը դակնու վրա այդ աշխարհը ինչ դակնու վրա այդ աշխարհին օրտնություն բերողներ էին բրգություն բերողներ էին հրաշքներ ընողներ էին բժշկություն բերողներն էին դևերը ազատողներ էին դակնու վրա չէր բայց հոգևոր աշխարհը Սատանայի չար հոգևոր աշխարհը դակնու վրա եղավ։ Այո, այն աշխարհը դակնու վրա եղավ։ Բայց ֆիզիկական աշխարհը օրտնություն եղավ։ Բողոսի, Շիղայի, Պետրոսի, Արաքյալներու եւ դերևս քո ներգայությամբ քո 4 կողմը գրնա օրտնությունը լա, բայց իմացիր, որ տևային աշխարհը դակնու վրա գլա։ Եթե դու աբրիս իսկապես լեցուն Սուրբ Հոգիով իր խոսքին համաձայն։ Հասոնը այդ մարդներ, որ Բողոս եւ Շիղան իրենց դունը կփնագեին, անալ հрьяեր, ուրեմն Բողոսի Շիղային ուզեցին հանել, ձեձել եւ այլն, չկդան Հասոնին դունը կացին։ Այս էր։ Անոնք որ աշխարհ դակնու վրա էին, որոնք Հասոն ընդուներ էր, անոնք ամենքը գայսին հրամաններուն թեմ գկորձեն, ասելով թե ուրիշ թակավոր մը գա, որ անունը Հիսուս է։ Այո, ուրիշ թակավոր գա։ Անունը Հիսուս է։ Բայց այդ թակավորը գայսրին մրցագիցը չէ։ Այն թակավորը գայսրին ավելի է։ Այն թակավորը գայսրին ասավ, քու թակավորություն դաստեղեն է, իմ թակավորությունս երկինքեն է։ Ես քո մրցագիցը չեմ, դու ով ես։ Եթե ես ուզեմ, դու այս ռոբեին կգանքնես։ Իմ ուզելով որ դու գաբրիս։ Ուրեմն բայց այս մարդիկ ինչ կսեն։ Քանի որ այնադեն միակ կսեր գայսրը մենակ թակավորն է հռոմայեցի գայսրության։ Եվ եթե ոևէ մեկը գսեր ես թակավոր եմ, շատ շուտ գային, կսպաննեին եւ քաղաքը գայրեին։ Անորմալ այս Թեսաղոնիկեի մեջ շատ շուտ ասին որ այս մարդը ինքզին թակավոր գսե, որբեսի իրենց վրայեն լվան հանեն, ասելով որ մենք չենք ուզեր այսպես բան մեր քաղաքի մեջ։ Շուտ աստեղեն վրընդենք այս մարդկանց, քանի որ այս մարդիկ կկարողեն թե Հիսուս թակավոր է։ Խորովեցուցին ժողովուրդն ու քաղաքապետները, որոնք այս բաները գլսեին, բայց երբ Հասոնեն եւ ուրիշներեն իր աշխատավորություն արին, արցակեցին զանոնք, քանի որ ուրիշ ջար չկդան։ Տեսան որ Հասոն այդտեղ պատմություն չունի։ Բողոս եւ Շիղան եկան կարոզեցին, Հիսուս Քրիստոս թակավոր է, այո, Հիսուս Քրիստոս ազատօրող է, այո, Հիսուս Քրիստոսն է Մեսիան է 5 տակարանի, որոնք հрьяաները կսպասեն, բայց չընդունեցին։ Միջև այսօր դժբախտաբար չեն ընդունել։ Երանի ընդունեին իրենց լավության համար։ Համար 10 եղբայրները շուտը քիշերով Բողոսը եւ Շիղան բերի աղրգեցին, որոնք հասնելով հрьяաներուն ժողովարանը կացին։ Եղբայրները շուտով գիշեք անցյալ անգամ Բողոսին ձեձեցին, քեդին նետվեցավ, սպաննվածի պես եղավ, եղբայրները եկան եւ շրջապատեցին։ Հիմա եղբայրները եկան եւ Բողոսին ղրգեցին։ Ինչ քեղեցիկ է շիտակ մարդկանց ժողովրդի մեջ լալ։ Քիչ առաջ ասինք Սամոս 111-ը իքու ժողովրդի մեջ քու օրտնություններդ պիտի պատմեմ։ Ինչ լավ է որ իր ժողովրդի մեջ լանք, լավ մարդոցմով շրջապատված լանք։
Դժբախտաբար այսօր եղբայրներ կան, որ երբ եղբորը դգարությունը գտեսնեն ավելի հարցակելու կսկսին, քան թե շրջապատելու, քան թե օրտնելու։ Հուսանք տուն այդ մարդը չես։ Եվ հավասիկ ղրգեցին իրենց դեպի ուրեմն Բերիա։ Եվ այդտեղ ուրկացին հրյաներու ժողովարանը։ Ինչու՞, քանի որ այդտեղ հրյաներուն պիտի քարոզեին, որ Հիսուս Մեսիան է։ Մի սպասեք ուրիշ, եկեք ընդունեցեք Հիսուսը Մեսիան է, Հիսուսը Քրիստոսն է։ Անոնք Թեսաղոնիկեի մեջ եղողներեն ավելի ազնիվ մարդ էին, որոնք Աստծո խոսքը գադարյալ հոժարությամբ ընդունեցին եւ ամեն օր քրքերը կքննեին, թե արդյոք այդ բաները ճիշտ են։ Բողոս կկարոզե 5 դագարանով իրենց կփաստե, իրենք քիրքերը կքննեն։ Հալելույա։ Քիրքերը քիծող մարդը շատ շուտ կրնա գտնել սխալը, երբ մեկը բամը կկարոզե։ Եթե դու քիրքը լավ գիտես, շատ շուտ կրնաս գտնել սխալը։ Այս մարդիկը Բողոս կկարոզեր, բայց մարդիկ քիրքերը կքննեին։ Այո, գրնանք մենքալ քննել քարոզիչներուն, թե ինչ կքարոզեն, արդյոք իրենց ըսածը շիդագ է, այսօր քարոզիչներ կան օթային համարներ գսենք ցեզի, ռեֆերանսներ գուտան, համարներ գուտան, բայց երբ որ գփանաս այդ համարը գնայես, որ հեչ կապ չունի իրենց խոսքին հետ։ Բայց բամը գսե, որբեսի քեզի ցույց տա, որ ինք համար գիտե։ Խապեփաներ շատ կան, սիրելիներ, ուշադիր եղեք։ Ինչ լավ է քիրքերը գիտնալ, քիրքերը սերդել, քիրքերը սորվիլ։ Անոնցպես շատեր հավատացին եւ բադվավոր հույն գիներենալ այրերեն հավատացողներ եւ քիչվոր չէին։ Դե շատ մարդիկ սկսան հավատալու։ Բայց երբ իմացան Թեսաղոնիկեցի հրյաները, թե Բերիայի մեջ ալ Աստծո խոսքը քարոզվեցավ, Բողոսեն հոնալ եկան եւ ժողովուրդը քրքրեցին։ Ժողովուրդ հանկից չեն գրնար մնալ այս մարդիկ։ Աստծո խոսքը երբ որ դեղը կքարոզի շիդակցեվով, մարդիկ հանկից չեն։ Կքրքրվին իրենց մեջ, քան որ սատանան գա հետևը։ Չուզեր որ Աստծո խոսքը շիդակցեվով քարոզվի։ Չուզեր որ արդար ձևով քարոզվի, մարդիկ իրական ապաշխանե, իրական դառնան Տիրոջը։ Քրքրված։ Այնադեն եղբայրները շուտ Բողոսը ղրգեցին, որ մինչև ծովեզերքը երթա, բայց Շիղա եւ Տիմոթեոս հոն մնաց։ Անոնք որ Բողոսը գանեին մինչև աթենք տարին Զանիգա եւ իր մե հրաման առնելով Շիղային եւ Տիմոթեոսին համար, որ շուտով իրեն կան վերադարձան։ Բողոս աթենքի մեջ հիմա Բողոս եկավ աթենք։ Բողոս մինագ է, Շիղան եւ Տիմոթեոսը հետո պիտի միանան իրեն։ Բողոս աթենքի մեջ անոնց սպասելով իր հոգին անհանգիստ էր ներսիտին։ Վասնզի քաղաքը բոլորովին գրաբաշտության մեջ ընկղմած գտեսներ։ Անոնք որ կացել են աթենք, գտեսնեն Ակրոպոլիսը, ամեն գոմ արցան, դարբեր դաջարներ, դարբեր աստվածներու, ամեն տեսակ աստված որ գա, իրեն համար դաջարած են, ամեն տեսակ մարդ փիլիսոփայություններով, գրաբաշտություններով, ինչ տեսակ կուզես աստվածներ, ամեն մեկը իրենց աստվածները շնած գբաշտեին։ Եվ Բողոս այս տեսավ։ Անոնք որ անտեք կացած են, գտեսնեն Ակրոպոլիսի շրջանը, ինչպես դարբեր չաստվածաբաշտություն, հետանոսություն կար այդտեղ, դարբեր տաճարներ, դարբեր աստվածներու անունով, եւ ժողովուրդը որում որ ուզեր հոնգերտար գբաշտեր։ Եվ ուրեմն Բողոս այս բանը տեսած կխանգարվի։ Ուստի ժողովարանի մեջ գխոսեր հрьяներուն եւ բարեբաշտ մարդոց եւ ամեն օր հրաբարակներուն մեջ, որոնց որ գպադահեր։ Ուրեմն հрьяներու ժողովարանի մեջ գխոսեր հрьяներուն 5 դագարանի խոսքերով։ Հрьяները 5 դագարանը լավ գիտեն, մարգարեությունները, Մովսեսը եւ այլն։ Բողոս 5 դագարանի իրենց քիծած քիրքերով իրենց գսեր, թե Հիսուսն է Քրիստոսը, եկեք Հիսուսի։ Ճանապարհը, որում որ գբադահեր, գխոսեր եւ ավետարանը գքարոզեր, դարբեր ծևերով, նայած որուն հետ գխոսի։ Եվ գսե նայեցեք, ու Եփիկուրտյան եւ Ստոիկյան փիլիսոփաները մեկ կանիները իրեն հետ հագաջարություն գնեին։ Հունաստանը ավելի շտագը աթենքը այն վայրներ, որոնք փիլիսոփաներու շարքը գային։ Եվ վարժություն գար այդտեղ, որ դարբեր հրաբարակներու վրա
ով որ գուզեր բամը քարոզել, գելեին հրաբարակներուն վրա եւ գքարոզեին եւ մարդիկ կլսեին եւ հագաջարություն գնեին, համացայն չէին, մեկ այդպես կսել։ Ուրեմն այդ աթենքի վարժություններ բնականաբար այդ մարդիկ այդպես կնեն եւ Պողոսալ այդ խաղի մեջ մտավ, ինքնալ սկսավ ելնել եւ սկսավ քարոզել, քանի որ թուրերը բաց են։ Գիտնալով որ հռոմայացիները այդտեղ ամենատ հունարեն գիտեին, Պողոսը շատ լավ գիտեր հունարեն, ուրեմն լեզվի խնդիր չկար, հանկիստ կխոսեր եւ կքարոզեր ջամփան Պողոսը հրաբարակներուն վրա փիլիսոփաների հետ գահագաջարեր։ Այս եւ անոնք կսեին, այս մարդը ինչ կուզե ասել, չենք հասկանար։ Ուրիշներ կսեին գերեւի թե օդար աստվածներու քարոզիչ է։ Վասնզի Հիսուսը ու հարությունը գավեդարաներ անոնց։ Ուրեմն Պողոս հիմա հույներուն, հռոմայացիներուն Հիսուսը կկարոզե, բայց ոչ թե հրյական սիստեմով։ Քանի որ անոնք չեն գիտեր ով է Հիսուսը, չեն գիտեր Աստված, չեն գիտեր Մեսիա ինչ է, Մովսեսի օրենքեն դեղյակ չեն։ Ուրեմն Պողոս դարբեր ցևով կկարոզե անոնց, եւ այստեղ կարեւոր է։ Դարբեր ցևով կկարոզե, բայց նաեւ Հիսուսը կկարոզե, բարապան չսեր Հիսուսը եւ հարությունը։ Արին անիկա ուրեմն Արիսպատոս տարին եւ գսեին գրնանք իմանալ թե ինչ է այդ նոր վարդապետությունը որտուն կկարոզես, քանզի մեր ագանչներուն օդար բաներ կբերես, ուրեմն գուզենք իմանալ թե ինչ պիտի ըլլա անոնք։ Վասնզի աթենացիները ամեն կնալ հոն գեցող օդարականները ուրիշ բանի չէին բարաբեր, բայց միայն նոր բան խոսելու կամ լսելու։ Մի խոսքով հետաքրքիր մարդիկ էին, նոր բաներ գուզեին լսել, նոր բաներ գուզեին սորվիլ, նոր բաներ գուզեին ասենք խոսիլ։ Բայց ադեսել չէ որ պատրաստ էին փոխվելու։ Մարդիկ կան գսիրեն եկեղեցիներ երթալ քարոզներ լսել։ Ամենտեղ ամեն անգամ մեկ եկեղեցի մգերտան նոր բաներ կտեսնե։ Մարդիկ կան քարոզներ գսիրեն լսել։ Օրը Սարգիսին, միսօրը Հակոբի, միսօրը Ասինչի, միսօրը Անինչին, լավ է նոր բաներ լսելը։ Եվ ուրախ են իրենք նոր բաներ լսելով։ Բայց ժողովուրդ, նոր բան լսել չէ, լսել, ասել չէ, ճշմարիտ բաներ լսել։ Պողոս ուրեմն նայեցեք ինչ կսե։ Ուրեմն Բորոս Արիսպագոսի մեջ կային, Արիսպագոս ուրեմն այդ հրաբարակն է, ինչպես քիչ առաջ ասի, որ այսպես քարիբես բամը գա վրանգելեին եւ ով որ բամ ուներ ասելիք, նոր բաներ, նոր աստվածներ, նոր փիլիսոփայություն, նոր մշակույթ եւ այլն, նորություններ գուկային այդտեղ փոխանցեին եւ այդտեղ ասենք երեցներ, մարդիկ, ձերագուտական մարդիկներ, իմաստուններ, քիտնականներ գնստեին եւ գքննարկեին այդ խոսակցությունը։ Ուրեմն Բոս հասավ այնտեղ, գայնեցավ եւ ասավ. ով աթենացի մարդիկ ամեն գոմանի խիստ գրոնասեր գտեսնեմ ցես։ Այո, գրոնասեր մարդ։ Գրոնքը գսիրեք։ Սիրելի քուրիախբարներ, գրոնասեր ասել չէ քրիստոնյան լալ։ Գրոնասեր զեր գրոնքներ սիրող։ Հոգևոր բաներով սպաղվող։ Շատ մարդիկ կան, շատ բաներ գարտացած են, հոգևոր արասպելություններ, հոգևորություններ, տարբեր գրոնքներ, տարբեր քիրքեր, տարբեր աստվածներ, բայց ասել չէ որ այդ մարդիկը իսկապես ճշմարտության մեջ են։ Գտեսնեմ գսե որ դուք շատ գրոնասեր եք։ Ամեն տեսակի աստվածներու կհավատաք։ Այսօր գսեմ ֆրանսերեն սինկրետիզմ։ Սինկրետիզմը ասել է տարբեր գրոնական մտքեր կամ վարդապետություններ միանալ իրարու, լրացնել իրարու, ամեն մեկը ինքը իր գրոնքը շնաց, ինքը իր գարձածը, ինքը իր մտածածը, մեր հայրում մեջ ալգա, քիչ մատտեղեն արած, քիչ մատտեղեն արած, իսլամական օրենքներ կան երբեմն մեր հայերու խոսակցություններու մեջ, հրյական կա երբեմն, քրիստոնեական բաներ մգա, բայց ավելի ժողովրդական եւ ոչ աստվածաշնչյան, խառնված բան մնե, մարդը գսե ես ասոր կհավատամ, երբ որ գսես, բայց ասուր դեղեն անեցիր, ես ասպես գիտեմ։ Բայց գսես ադի բայց քրիստոնեություն չէ, չէ գսե, դու գսա խալից, քրիստոնեություն է, ես այսպես գիտեմ։ Բայց երբ որ գխոսից իր հետ կտեսնեն որ քիչ մայնդեղին արած է, քիչ մայնդեղին արած է, խառնված վիճակ։ Եվ Պողոս կտեսնեն որ դուք ամեն տեսակ աստվածներով հետ գործ ունեք։ Եվ գսե դեսնելով զննելով գսե սեղան մը դեսա, որում վրա գրված է անձանոտ Աստծուն։ Հույները ամեն աստվածները կընդունեին։
Եվ նույնիսկ սեղան մգար անծանոթ Աստված գսեն, որ եթե մեկ հատ Աստված մգա, որ մենք դեղյակ չենք, անորալ կբաշտենք, առանց գիտնալու։ Հասկանաք, ինչպես է ձիձաղալի է, բայց այդպես էին, հոգևորականներ էին, հոգևոր էին այդ մարդիկը, բայց սխալ դեղ հիմնված։ Ուրեմն եթե անծանոթ Աստված մգա, մենք անորալ կբաշտենք։ Պողոս կսե, ես եկած եմ ցեզի այդ Աստծո մասին խոսելու։ Ուստի զանիգով որ դուք չեք ճանչնար եւ կբաշտեք, ես նույնը ցեզի կքարոզեմ։ Ուրեմն այս Պողոսը անծանոթ Աստծուն պիտի սորվեցնե մեզին այնք ով է։ Շատ լավ, խոսիր Պողոս, ուրեմն մեր Աստվածներուն վրա մեկ հատ Աստված գավելցնենք հիմա։ Խոսիր տեսնենք ով է այն Աստվածը։ Աստված գսե որ աշխարհը ստեղծեց եւ անոր մեջ եղած բոլոր բաները անիգա երկնքի եւ երկրի դերն լալով ոչ ցերակոց տաճարներու մեջ կփնագի։ Պողոս գսե ես ցեզի կխոսեմ այն Աստծուն մասին, որ ցեր բոլոր աստվածներեն ավելի վեր է։ Ինք ստեղծած է ցեր աստվածները, ցեր տաճարները, ինք ամեն բանի վրա է, ինք երկնքի եւ երկրի Աստվածն է ստեղծողն է։ Եվ ինք չի բաշտվիր մարդաշեն տաճարներով, ինչ որ դուք շներեք գեղեցիկ տաճարներ, ինքը չի բնագիր այդպես տեղեր, ինք ավելի մեծ է այդ բոլորեն, այս բոլորը ասելով հռոմեացիները կամ հույները խանգարվեցան, սկսան ասել ավելի հետաքրքրվեցան, ասին ով է ուրեմն այդ Աստվածը, որ մեր մնացած բոլոր աստվածներն ավելի մեծ է։ Ոչ ալ մարդոց ցերկով կբաշտվի։ Անիմը գարոդ բես, քանզի ինք գուդա ամենուն կյանք, շունչ եւ ամեն բան։ Քանի որ հрьяաներ հույներու աստվածները իրենք էին որ կգերագրեին, իրենք էին որ պետք է որ այս ընեին, այն ընեին, որ ասինչ Աստվածը ուրախլան, ինչ Աստվածը դխուր լա եւ այլն եւ այլն, գսե իմ Աստվածը որ ես ցեզ կքարոզեմ, պետք չունի ցեզի։ Իրմե դուք ունիք շունչը, կյանքը, ուդելիքը, ցեր ամեն ինչը ինք գուդա, ինք ցեզ մե, փամը ճուզեր, ինք ցեզի պետք չունի մեկ խոսքով։ Բոլոր ասկերը մեկ արույներով, որովհետեւ բոլոր երկրի երեսին վրա բնագին եւ որոշված ժամանակները հաստատեց ու անոնց բնագության սահմանները Աստված փնդրելու։ Ուրեմն նաեւ այն Աստվածը, որ ես ցեզ կքարոզեմ, այն Աստվածը, որ ամբողջ մարդկանց Աստվածն է, ոչ թե միայն հույներուն, այլ բոլորին, քանի որ մեկ արյունով ստեղծեց բոլորին եւ բոլորին այդպես ավ, որ զինք փնդրեն։ Ուրեմն Պողոս այս կարճ խոսքերով շեշտը գտնե, որ այն Աստվածը, որ ես ցեզ կքարոզեմ, այն Աստվածը ցեր մարդաշեն շինած Աստվածներեն շատ ավելի է, դուք իր մեկ գախյալ եք, դուք իրեն բարդական եք եւ դուք զինք փնդրելու կանչված եք։ Ուրեմն համար 27-ը, որբեսի խարխապելով զինք գտնեն, թեպետև մեր ամեն մեկեն ալ հերու չէ։ Շատ վեր է, բայց հերու չէ։ Շատ բարձր է, բայց հերու չէ։ Ամեն ինչ իրմով է, բայց հերու չէ։ Ասել գուզեմ որ ձեր մոդն է հիմա ցեզի գինա փնդրելը։ Հետաքրքրություն կներշնչի այս հույներուն մեջ։ Ասացի անով մենք կապրինք, անով կշարժինք եւ անոր որ գանք, ինչպես ցեր բանաստեղծներեն մեկը կանիները այսպես կսեն, քանզի մենք անոր ցեղեն ալ ենք։ Ուրեմն դուք ունիք խոսակցություններ, բանաստեղծներ, ցեր գրոնական քիրքերուն մեջ կսե ունիք բաներմը, որ իր մասին կխոսին առանց որ դուք գիտնաք։ Ցեր շարժումը իր մեն է, ցեր շունչը իր մեն է։ Ամեն ինչ որ գացես իր մե է։ Եվ գանք, գաբրինք, իր մե գաբրինք, ինք ես գանք կուդա։ Համար 29, ուստի Աստծո ցեղեն ըլլալով պետք չէ որ այնպես սեբենք, թե Աստվածությունը նման է ոսկի կամ արծաթի կամ քարի, որ մարդու վարդապետությունով ու խելքով քանդակված է։ Գրաբաշներուն ահավասիկ հարված։ Իմ Աստվածս, որ ես կքարոզեմ, այն Աստվածը չէ, որ քանդակված է քարերով, շնված է մարդու ցերքով, իմ Աստվածս ավելի բարձր է։ Արդ Աստված դկիդության ադենները անդես ընելով հիմա ամեն դեղ գբատվիր է բոլոր մարդոց, որ աբաշխարեն։ Ահա,
Հիմա ուրեմն ցեզի այն Աստված լուկա ամեն մարդոց բոլորտեղ Հունաստան, Գերմանիա, Արաբիստան, Հրեաստան, ուր որլա ամեն մարդկանց հույներուն, հрьяներուն, հռոմեացիներուն, բոլորին Աստված կսե ապաշխարեցեք։ Ավասի գոչը ցույց կտա Բողոս այն մեծ Աստվածը, որ իրենց աստվածներն ավելի բարձր է, իրենց գուրկերն ավելի բարձր է, եւ այն Աստվածը, որ գուտա իրենց կյանք, շունչ, դեղ, դուն, ամեն ինչ, այն Աստվածը իջած է հիմա հերուդեղ չէ, եւ ցեզի գսե ապաշխարեցեք։ Վասնզի ինք օրը սահմանեց, որում մեջ աշխարհս արդարությամբ պիտի տադե, այն մարդուն ցերկով, որ որոշեց ու ամենուն հավատացուց ազանիգա մերելներեն հարուցանելով։ Ուրեմն ապաշխարի ինչու, քանի որ Թադաստան գա։ Եվ այն Թադաստանը ինչպես եղավ։ Պիտի ըլլա Թադաստանը, բայց ապաշխարի այնտեղ չհասնելեն, քանի որ քեզ ջամփան բացողը Հիսուս Քրիստոսն է, որ գսե սահմանեց մեկ մարդ, որ ինք պիտի տադե, եւ այդ մարդը մերավ եւ հարություն արավ, ուրեմն իշխանություն ունի ամեն կյանքի վրա եւ ծեր կյանքի վրա իշխանություն ունի։ Իրենք հույները, հռոմեացիները եւ հույները մանավանդ հարության հետ շատ մեծ վախ ունեին։ Չէին գտնար հասկանալ հարության միտքը։ Եվ Բողոս կսե Հիսուս Քրիստոս մերելներեն հարուցանեց եւ այսօր իր միջոցով Աստված գուկա քեզ եւ գսե ապաշխարե, քանի որ ինք պիտի թադե ամեն մեկուն։ Ավասիկ Բողոսի ավետարանչության գրնամսել ծրագիրը, թե ինչպես քեղեցիկ ցևով ավետարանչություն հրավ այս հույներուն իրենց բռնելով այնտեղ են, որ հույները կսպասեին կամ գուզեին ճաշտել անծանոթ Աստծո։ Համար 32 երբ մերելներուն հարությունը լսեցին, ոմանք ծաղր գնեին, ոմանք ալ գսեին այդ բանին համար ուրիշ անգամ մդիկ պիտի ընենք քեզի։ Ուրեմն Բողոս անոնց մեջ են հերացավ, սակայն քանի մարդիկ իրեն հարելով հավատացին, որոնց մեջ էին նաև Դիոնիսիոսը, Արիսպագացի եւ Տամարիս անունով գինմը ու անոնց հետ ուրիշներ ալ։ Կարոզեց շատեր ծաղրերին, բայց շատեր ընդունեցին։ Անծանոթ Աստծո, որ դերը այսօր մեզ գան չէ, որ մենք ապաշխարենք։ Եթե գանք իր մեյենք, եթե գաբրինք իրմով գաբրինք։ Մեր շարժուցևը, շարժումները իր մեյ է։ Մեր ունելիքները, գերածները իր մեյ են, իրեն համար են սիրելիներ։ Եվ օրը Թադաստան պիտի օրը հաշիվ պիտի տանք մեր Տիրոջը։ Եվ այդ հաշիվը պիտի տանք Տեր Հիսուս Քրիստոսի, քանի որ ինք մեզ բրգեց, ինք հարություն արավ եւ ինք մեզ մեջ Սուրբ Օգին ղրգեց, որովհետեւ մենք Սուրբ Օգիով իրեն նմանենք, իր կորձերը գադարենք, իր քայլերուն հետևենք եւ իր հետը լանք հավիդյան։ Ուրեմն այս բոլորը մենք կանչված ենք սիրելիներ, ինչպես այսօր տեսանք դարբեր գեդերով, որ ինչպես Տերը գուզե որ մենք լուրջ նվիրյալ Աստվածաբաշտ Փարցողը լանք փարապանությամբ, երկրբակությամբ աշակերտներ, ինք մեզ հետ է փանդին մեջ, ամեն վիճակի մեջ, մեզ պիտի կործածե միամ մենք մնանք հավատարիմ, ուր որը լանք Հիսուսն է Մեսիան, Հիսուսն է Տակավորը, քիրքերը քննենք, քիրքերը ճանչնանք, հասկնանք, սորվինք, դարածենք, ավետարանենք, մեզ կբռնեն, շարունակենք, քայլենք, Տիրոջ օրհնությունները վայելենք։ Եվ եթե Տերը մեր առաջ կտնե, ով որ տնե մեր առաջ, հրյան տնե, հրյային խոսենք, հայը տնե, հային խոսենք, ֆրանսացին տնե, ֆրանսացին խոսենք։ Տեսակ հրյաներուն հետ հրյայի պես խոսեցավ, հռոմեացիներուն պես խոսեցավ, բայց Բողոսը քիրքերը կիցող մարդ էր։ Եկեք մենք ալ քիրքերը լավ սերդենք։ Անոր համար է որ այս սերդողությունները գնեմ։ Անոր համար է որ այսչափ երկար սիրելիներ գխոսիմ, այսչափ երկար կարոզենք, որովհետեւ այս խոսքերը քեզի ինձի ցանկտան սորվինք եւ քայլենք Տիրոջ փառքին համար։ Դերը փառավորվի քեզմով եւ այս գարջ մեր սերդողությունով մի քիչ եղավ այս անգամ, բայց կգարձեմ օգտակար էր։ Եկեք փառապանենք Դերը մեծ սիրույթ համար